Հարց հետևորդներից շարքն է հաղորդակցման ոլորտից։ Մարդը տալիս է հետևյալ հարցը, ասում է ես հաղորդակցման խնդիր չունեմ, սակայն խոսելու ընթացքում հուզվում եմ, ինչ կարելի է անել։ Պատասխանում եմ, ամենադժվարը հուզմունքը կառավարելն է։ Երբ մենք կկարողանանք հուզմունքը կառավարել, տեքստը անգիր անելու խնդիր չի լինի։ Դուք կկարողանաք ձեր միտքը մինչև վերջ հասցնել լսարանին եւ կկարողանաք ասել ամենակարևորը, որը նախատեսել եք, որ պիտի հրամցնեք ձեր լսարանին, առավել եւս կդրդեք նրան, որպեսզի նա կատարի որևէ գործողություն։ Իսկ եթե դուք հուզմունքը չեք կարողացել կառավարել, ձեր միտքը ընդհատվելու է, ձեր խոսքում հայտնվելու են մակաբույծ բառեր, դուք առաջնորդվելու եք հույզերով եւ ընդհանրապես տանուլ եք տալու այդ հաղորդակցությունը։ Այնպես որ հուզմունքը կառավարելը հաղորդակցման առաջին օղակներից մեկն է։ Ու եթե դու էլ ցանկանում ես հաղորդակցական հմտություններ ձեռք բերել ողջ կյանքի ընթացքում անցնելով 12 դասերը, գրիր ինձ դասընթաց բառը, ես կուղարկեմ դասընթացի մասնակցության պայմանները։ Եվ հիշեք, խոսքը կարևորագույն գործիք է, որի միջոցով մենք ազդում ենք մեր շրջապատող աշխարհի վրա։